պատասխանեմ։ Պետք է ասեմ, որ այս որոշումը մաքսային միության հետ միանալու եղել է մտածված, սա ունի իր պատմությունը, չգիտեմ դա ձեզ ասվել է թե չէ, բայց ես գիտեմ, որ սա ունի իր պատմությունը, ամենայն դեպս ես գիտեմ իմ հանդիպումներից եւ զրույցներից, որ հայկական կողմը միշտ հետաքրքրություն է ունեցել մաքսային միությանը միանալու հարցին։ Ուղղակի կային խոչընդոտներ եւ այսօր այդ խոչընդոտները դրվել են մի կողմը, բայց պետք է ձեզ ասեմ, որ եթե սա բերել է մի ուրիշ նպաստավոր արդյունքի, որ ոչ միայն Հայաստանը միացավ հարկային միությանը, բայց Հայաստանը սրանից հետո կարողացավ ուրիշ արդեն մակարդակով խոսել եվրոպական կառույցների հետ։ Եվ եթե դրանից առաջ եվրոպացիներն ասում էին, չէ, կամ դուք պետք է լինեք այնտեղ, կամ պետք է լինեք մեզ հետ, բոլշևիկյան մոտեցում էր, кто не с нами, тот против нас, или кто не с нами, тот должен погибнуть։ Այ հիմա եվրոպական խորհուրդն ասում է, որ չէ, մենք իհարկե կշարունակենք Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, եւ սա ուրեմն հետևանքն է նրան, որ հետևողական քաղաքականությունը բերում է արդյունքների տարբեր ուղղություններով։ Մենակ պետք է հասկանալի լինի, թե ինչ կտրվածքի մեջ, ինչ կոնտեքստի մեջ են այդ ամենը կատարվում։ Այնպես որ ոչ միայն Հայաստանը հիմա հնարավորություն ունի հարկային միության մեջ ստանա այն նպաստավոր արդյունքները, որը կարող է հարկային միությունը եւ այդ երեք երկրների շուկաները Հայաստանին առաջարկի Ղազախստանը, Բելոռուսիան եւ Ռուսաստանը, բայց այսօր փաստ է որ հնարավորություն կլինի եւ արդեն սերտ հարաբերությունները շարունակել եվրոպական խորհրդի հետ, որովհետեւ գիտեք ինչ, պետք է ասեմ, որ մի քիչ մտածածին է հակադրությունը Ռուսաստան Եվրոպա կամ եթե դուք Ռուսաստանի հետ եք, ուրեմն դուք դեմ եք Եվրոպային։ Ռուսաստանը ինքն է Եվրոպան։ Արժեքները այ մեջալոց երբ որ ասում են եվրոպական արժեքներ, որոշ մարդիկ հասկացողություն չունեն, թե դա ինչ է նշանակում։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանը եվրոպական արժեքներին դեմ է։ Ռուսաստանը ինքը Եվրոպան է, եվրոպական արժեքները հարգող մի երկիր է։ Այնպես որ Հայաստանը ցանկանալով լինել Եվրոպա, դա չի նշանակում, որ նա պետք է հակադրվի Ռուսաստանին, որովհետև այդպիսի պրիմիտիվ հասկացողություն կա մեր հարևան հանրապետությունում, այսինքն դեռ այսօրվա վերջին օրերին գործող նախագահը պատկերացնում է, որ եթե դուք Եվրոպա եք, եթե դուք ուզում եք լինեք քաղաքակիրթ երկիր, ուրեմն դուք պետք է Ռուսաստանին դեմ լինեք։ Սակաշվիլի մասին է խոսքը իհարկե։ Մենք փառք Աստծո հայկական դիվանագիտությունը այսօր փորձում է այնպիսի ճկուն քաղաքականություն վարել, որը ինձ հիշեցնում է մենք մի քանի առիթով նախկին Կիրգիզիայի նախագահի հետ ընկերական ընթրիքների ժամանակ նա սիրում էր ասել, գիտեք ինչ ասում էր, մենք փոքր երկիր ենք, մենք հասկանում ենք, որ կան մեծ մոլորակներ, Չինաստանը, Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպական միությունը, մենք պետք է այնպես անենք, որպեսզի կարողանանք այդ մեծ մոլորակների մեջ մեր տեղը ունենանք, որպեսզի մենք կարողանանք չընկնենք այդ մեծ մոլորակների ոտքի տակ, հանկարծ անզգուշ մի քայլը կարող է ստեղծել ահռելի հետևանքներ։ Ես պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում սկսած իմ դիրքը գիտեք երևի այդ պրոտոկոլներից Թուրքիայի հետ եւ վերջացրած այս մաքսային միության միանալու որոշումը Հայաստանի ղեկավարության կողմից արտաքին քաղաքականությունը այնց հարց տվեցին մտածված է թե մտածված չի, չգիտեմ մտածված է նախորոք թե չէ, բայց արդյունքը win-win, այսինքն եւ պրոտոկոլների ժամանակ մենք էինք հաղթողը դրա համար թուրքական պարլամենտը դադարեցրեց եւ կանգնեցրեց այդ պրոտոկոլների ռատիֆիկացիան, որովհետեւ մենք այդտեղ դիվանագիտական իմաստով հաղթող ենք եղել։ Հիմա էլ այս մաքսային միության հետ կապը ոչ թե փակեց դեպի Եվրոպա գնալու ճանապարհը, այլ ընդհակառակը դարձրեց Հայաստանին ավելի հզոր, ավելի մեծ դիրքերով բանակցող Եվրոպայի եւ մյուս երկրների հետ։
որովհետև դուք գիտեք ինչ, փոքր երկրները, ես նույնիսկ Ռուսաստանի մասին եմ ասում, երբ որ ինձ Միացյալ Նահանգներում ասում են Ռուսաստանը գնում է Չինաստանի կրտսեր եղբայրը դառնա եւ այլն, ասում եմ չէ, Ռուսաստանը ուղղակի մերձանալով Չինաստանի հետ ուզում է բարձրացնել իր կապիտալիզացիան։ Այ գործարար մարդիկ գիտեն ինչ է նշանակում։ Քո կապիտալիզացիան երբ որ փոքր է, քեզ բոլորը կարող են պրոստը արամարել եւ ուղղակի ոչ մի բանի տեղ չդնել։ Այնպես որ եւ սրանով ուզում եմ առաջին մասն ավարտեմ, դուք պետք է ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հետ լինեք, ճիշտ կառույցների մեջ լինեք, որպեսզի դուք կարողանաք պահպանել մանավանդ երկրի իմաստով եւ երկրի անվտանգությունը եւ նրա շահերը եւ տնտեսական եւ սոցիալական եւ կուլտուրական ոլորտներում։ Այնպես որ այս իմաստով իմ կարծիքը միանշանակ է, որ հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ ունեցավ, որովհետեւ եւ ռուսական ուղղությամբ զարգացումը շարունակեց եւ եվրոպական ուղղությամբ բաց թողեց այնպիսի դուռ, որը հնարավորություն է ստեղծում հայ եվրոպական մերձեցմանը։